Այն տղամարդիկ, ովքեր որ ունեն բարձր տեստոստերոն, իրենք ավելի թեթև են տարել COVID-ը իր բարդություններով, քան այն տղամարդիկ, ովքեր որ ունեն համեմատաբար ցածր տեստոստերոն։ Ինչով ենք մենք դա բացահայտել, մինչև պանդեմիայի սկիզբը, բոլոր այն տղամարդիկ, ովքեր որ մեզ մոտ հետազոտվում էին, սա մեր դիտարկումներն են, ովքեր որ հասցրել են մինչև պանդեմիան ստանալ տեստոստերոնոթերապիա, այսինքն ցուցված էր իրենց, որտեղ իրենց տեստոստերոնը ցածր էր, պանդեմիայի ժամանակ շատ թեթև տարան, քան այն տղամարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չստացան այդ թերապիան, եւ հետո մենք արդեն ավելի խորացված ուսումնասիրեցինք, բարձեցինք, որ նաեւ գրականության տվյալներ փաստեցին եւ դուք էլ դա նոր ասեցիք, որ COVID-ի վիրուսը մի տեսակ տրոպիզմ ունի, այսինքն սիրում է տեղակայվել տղամարդկանց ամորձիներում եւ առաջացնել ամորձիների բորբոքում։ Ժամանակի ընթացքում մենք դա նաեւ նկատեցինք, երբ որ սկսեցինք ստուգել սերմնահեղուկի անալիզները եւ տեսանք, որ նրանք, ովքեր որ ծանր են տարել, իրենց մոտ ժամանակի ընթացքում նաեւ նկատվել է սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների նվազում։ Եվ եկանք այն եզրահանգման, որ իսկապես COVID-ը որպես բարդություն, ընդ որում շատ ահագին ուժ, նման դեպքերում առաջացնում էր սեռական ցանկության նվազում, պոտենցիայի խանգարում, սերմնահեղուկի քանակական ու որակական ցուցանիշների անկում, հատկապես այն դեպքում այն տղամարդկանց, ովքեր որ ավելի ծանր են տարել։ Այո, շատ հետաքրքիր տվյալներ եք դուք ներկայացնում եւ դա ունի իր գիտական բացատրությունը, ապացուցված է, որ այն սպիտակուցը, որը նպաստում է SARS-CoV-2-ի, այսինքն COVID-ի հարուցչի թափանցմանը մեր օրգանիզմի բջիջներ, կարգավորվում է անդրոգեններով եւ անդրոգենների բարձր մակարդակը նպաստում է հարուցչի չթափանցելուն եւ պաշտպանիչ դեր է խաղում։